Մի պահ կանգ առ ու մտածիր, երբ ես վերջին անգամ իսկապես լսել ինքդ քեզ, ոչ թե ուրիշների կարծիքները, ոչ թե ինչպես պետք է, ոչ թե ինչ կասեն մարդիկ, այլ ինքդ քեզ, քո ցանկությունները, քո զգացողությունները, քո իրական ձայնը։ Շատերը ասում են, ես կորցրել եմ ինձ, բայց ճշմարտությունը ուրիշ է։ Դու չես կորցրել, դու պարզապես այնքան երկար ես լսել ուրիշներին, որ քո ձայնը սկսել է խլանալ։ Սկզբում դա փոքր բաներից է սկսվում, մի փոքր զիջում, մի փոքր լռություն, մի փոքր հարմարվելը, թող լավ լինի, թող չվիճենք, թող ընդունեն ինձ, եւ այդ փոքր քայլերը կամաց դառնում են սովորություն։ Դու սկսում ես ապրել այնպես, ինչպես սպասում են ուրիշները, ընտրել այն, ինչ ընդունված է, լռել այնտեղ, որտեղ ուզում ես խոսել, մնալ այնտեղ, որտեղ ուզում ես հեռանալ։ Եվ մի օր հանկարծ հասկանում ես, դու չգիտես իրականում ինչ ես ուզում, ով ես դու, ինչն է քեզ ուրախացնում, եւ թվում է դու կորցրել ես ինքդ քեզ։ Քո ներսում ամեն ինչ դեռ կա, քո ցանկությունները, քո երազանքները, քո ճշմարտությունը, դրանք չեն անհետացել, դրանք պարզապես սպասում են, որ դու նորից կսկսես լսել։ Սկզբում դժվար է, քանի որ ուրիշների ձայները շատ ավելի բարձր են, բայց եթե մի պահ լռեցնես աշխարհը, կլսես քեզ, թույլ, բայց իրական, եւ հենց այդտեղից է սկսվում վերադարձը դեպի քեզ, քայլ առ քայլ, փոքր ընտրություններով, ասելով ոչ, երբ պետք է, ընտրելով քեզ առանց մեղքի զգացման, եւ մի օր դու կհասկանաս, դու երբեք չես կորցրել քեզ, դու պարզապես վերջապես վերադարձար ինքդ քեզ։